Սիրելի Աստծո ժողովուրդ, բարև բոլորիդ, Տերս թող օրհնե մեր բոլորիս առավոտը։ Ուրեմն այսօր ես պիտի կարդամ Ամնացորդաց 13 գլուխը, շատ կարևոր խոսքեր Տերը տվեց, թե ինչքան կարևոր է այն ամենափոքր բանի մեջ մեր հնազանդությունը պահենք։ Եթե մենք ամենափոքր բանի մեջ մեր հնազանդությունը չպահեցինք, մեծ բանի մեջ ևս չենք պահել։ Թող Տիրոջ Սուրբ Հոգին առաջնորդե, որ այսօրվա այս խոսքերը մենք հասկանանք իր Սուրբ կամքի պես ու փորձենք Աստծո խոսքին շատ լրջությամբ մոտենանք, որովհետև Աստված ծաղր չի եղնի։ Իսկ մի ուղղակի աղոթենք ու սկսենք կարդալ Ամնացորդաց 13-րդ գլուխը։ Տեր ջան, շնորհակալ ենք քեզանից, որ դու նորից մեզի հավաքել ես քո խոսքի շուրջը։ Շնորհակալ ենք, որ ամեն օր մեզի կսրբես ու կմաքրես։ Շնորհակալ ենք, որ մեզի ցույց կտաս, թե ինչքան կարևոր է փոքր բանի մեջ հավատարիմ եղնել։ Որովհետև քչի մեջ հավատարիմը շատի մեջ էլ է հավատարիմ, քչի մեջ անիրավը շատի մեջ էլ է անիրավ, ինչ որ դու կսես քո խոսքիդ մեջ։ Դու ես մեր Տերը, մեր բաժինը, մեր ուրախությունը, մեր ցնծությունը, մեր հբարտությունը, մեր լավ ծնողը, հոգատար սիրող, բարեգութ ողորմած երկայնամիտ։ Դու ես մեր փեսան։ Մենք քեզի կհուսանք ու կապավինենք մեր կյանքի ցանկացած ոլորտի մեջ։ Ու ամեն օր քեզնից կխնդրենք ու կաղաչենք, որ ամեն մեկի սրբես ու մաքրես, միակ մեր փապակը սրբվելն ու մաքրվելն է։ Մեզի ազատե չար ընկերակցությունների, չար մարդկանցից ու շնորհակալ եմ, որ գերբնական ձևով այս վերջերս կհայտնես այն մարդկանց ներս, ովքեր թաքնված գայլեր են ու կան ոչխարների հանդերձներով մեր կողքը կանգնելու, բայց իրականում իժանք հափշտակողներ են, կողոպտողներ են մեր ժամանակը, մեր միջոցները, մեր սերը ու արդյունքում մեզի հարվածներ կհասցնեն։ Ինքան շնորհակալ եմ, որ մեռած ձկների պես քանես ջրի երես։ Դու սկսել ես լուրջ մաքրել մեր տունը, մեր միտքը, մեր սիրտը, մեր եկեղեցին։ Թող ամեն մեկիս կողք եղնի մի հոգին, բայց հավատարիմ հոգի եղնի։ Հոգի, որը պատրաստ է ամեն ինչ թողնի ու քեզի ծառայ։ Օրհնյալ է քո սուրբ ու հզոր անունը Դավիթյան Տեր ջան։ Շնորհակալ եմ քեզնից, որ դու մեր կարիքները միշտ կլրացնես լիությունով ու ճոխությունով քո փառքիդ։ Շնորհակալ եմ, որ դու մեր աղոթքներին պատասխանես միշտ ու միշտ, պարզապես մենք պիտի ընդունակ եղնենք լսելու։ Մենք պիտի շատ ժամանակ քեզի հետ մնանք, քեզի հատկացնենք, որ դու կրնանաս մեզի պատասխան տաս, որովհետև պատասխանը շատ շատերի աղոթքի կուկա, բայց իրանք արդեն քնացել են։ Այցելի ամեն մեկիս Տերս, այցելի ամեն մեկիս ընտանիքի անդամներին, լցրում մեր կարիքները լիությունով, քո փառքի ճոխությունով։ Քո կամքը հայտնի դարձրում մեր կյանքի ցանկացած ոլորտի հետ կապված, որովհետև քո կամքդ միշտ բարի, հաճելի ու կատարյալ է Տերս։ Թող քանդվի Հիսուսի զորավոր անունով սատանայի բոլոր ծրագրերը ամեն մեկիս կյանքից, ամեն մեկիս ընտանիքից, ու թող կառուցվի նորը քո անունիդ ու փառքիդ համար։ Կաղոթեմ բոլոր այն մարդկանց համար, որոնց հետ ես աշխատանք եմ տարել, ամեն մեկին ծնկի բեր, ամեն մեկին ապաշխարության բեր, ու ամեն մեկին հաստատ այնտեղ, որտեղ որ դու ներկա ես Տերս, ամեն։ Նաև կխնդրեմ քեզանից, Հայր ջան, որպեսզի քո խոսքդ դու մեկնես քո սուրբ կամքիդ պես։ Ինչ որ առաքյալները կմոտենային Հիսուսին ու կսեին ասա մեզի, այս խոսքերի իմաստը,
ու դու մենակ իրանց կմեկներ, որովհետև իրանք քեզնից կհարցնեին ամեն անգամ, իրանք ոչ թե քո հրաշքներիդ հետևից կուկային, այլ քո հետևիցդ կուկային, քո խոսքիդ հետևից կուկային, քո խոսքիդ ճշմարտությունը կուզեին հասկանալ։ Ու այսօր մենք էլ փապագելով կփապագենք քո խոսքիդ ճշմարտությունը հասկանալ Տերս։ Քո սուրբ հոգովը թայնե մեզի ամեն մեղորությունը, ամեն։ Հայր մեր, որ երկնքումն ես, սուրբ լինի քո անունը։ Քո թագավորությունը թող գա։ Քո կամքը լինի երկրի վրա, ինչպես որ երկնքումն է։ Մեր ամենօրյա հացը տուր մեզ այսօր։ Ներիր մեր մեղքերը, ինչպես մենք էլ կներենք մեզ պարտականներին։ Եվ մի տար մեզ փորձության, այլ փրկիր մեզ չարից, որովհետև քոնն է թագավորությունը եւ զորությունը եւ փառքը հավիտյանս, ամեն։ Երեխեք ջան, ուրեմն կաշտանք Ամոնացոր 10:13-ի առաջի խոսքից մինչև վերջ։ Կաշտա սարգին է քուր։ Բայց նաուշնիկները հանե որ ցենդ պարս կա, հա քուր ջան։ Տապանակ կարիթարանային կփոխադրվի։ Դավիթ հազարապետներուն ու հարյուրապետներուն եւ բոլոր իշխաններուն հետ խորհուրդ ըրավ։ Դավիթ բոլոր Իսրայելի ժողովրդին ասավ. Եթե ձեզի հաջող երևնա ու այս բանը մեր Տեր Աստծմեն է, Իսրայելի բոլոր երկիրներուն մեջ մնացած մեր եղբայրներուն ու ղևտացիներուն, իրենց քաղաքներն ու արվարձանները մարդ ղրկենք, որպեսզի մեր քով հավաքվին, եւ մեր Աստծո տապանակը մեր քով փոխադրենք, քանզի Սավուղին օրերը զանիկա զանց առինք ու բոլոր ժողովուրդը հաճություն տվա, քանզի այս խոսքը բոլոր ժողովրդին աչքերուն ուղիղ երևցավ։ Եվ Դավիթ Եգիպտոսի Սիովեն մինչև Եմաթի մուտքը բոլոր Իսրայելը հավաքեց Աստծո տապանակը Կարիաթարիմեն բերելու համար։ Դավիթ բոլոր Իսրայելին հետ Բաախ, այսինքն Հուդայի Կարիաթարիմը գնաց, որպեսզի անկե քերովբեներուն վրա նստող Եհովա Աստծո տապանակը փոխադրե։ Աստծո տապանակը Աբինադաբի տունեն վերցնելով նոր սայլի վրա դրի ու Ոզա ու Աքիով այն սայլը կվարեին։ Եվ Դավիթ ու բոլոր Իսրայել բոլոր ուժով Աստծո առջև կխաղային օրհնություններով, քնարներով, տավիղներով, թմբուկներով, ծնծղաներով ու փողերով։ Երբ Քիդոնին կալը եկավ, Ոզը իր ձեռքը երկնցուց, որպեսզի տապանակը բռնե, քանզի եզները զանիկա ծռեր էին։ Տիրոջը բարկությունը Ոզային դեմ բորբոքեցավ եւ ձեռքը տապանակին երկնցնելուն համար զանիկա զարկավ։ Անիկա հոն Աստծո առջև մեռավ։ Եվ Դավիթ տրտմեցավ, քանզի Տերը հարվածով Ոզան զարկավ ու այն տեղին անունը մինչև այսօր Փարես Ոզա կոչվի, որ նշանակում է Ոզայի խրամտությունը։ Դավիթ այն օրը Աստծմե վախցավ ու ըսավ. Աստծո տապանակը ինչպես քովս բերեմ։ Դավիթ տապանակը իր քով Դավիթին քաղաքը չբերավ, հապա զանիկա Գեթացի Աբդեդոմին տունը դարձուց։ Աստծո տապանակը Աբդեդոմին տանը մեջ 3 ամիս մնաց ու Տերոջը Աբդոմենին տունն ու անոր բոլոր ստացվածքը օրհնեց Տերը։ Երեխեք, այս գլխի մեջ շատ խորություններ կա։ Օրինակ, ով ինչ հասկացավ։ Թե նորից կարտամ սկսենք քննարկել։ Կան մարդիկ, որ կուզեն ընդհանուր ինչ որ իրանց կարծիքը արտահայտեն։ Ուրեմն մինչև կողմնորոշվիկ, հա, մի պահ կներես, հա, մի հատ հայտարարություններ եմ Տերս նորից հիշը ծրեց։ Ժողովուրդ ջան, քանի որ տեսանյութերը շատ քիչ կեղնին, որովհետև Տիրոջից երբ որ առաջնորդվի նոր կտեղադրեմ, շատ խորը մեկնություններ կուտա Տերս, շատ խորը խոսքեր կուտա, աշխատեք
այս տեսանյութերով կլսեք շատերին տարածեք։ Ինչքան հնարավոր շատերին տարածեք, մեկ է շատ լայքեր դրեք, որպեսզի շատերը տեսնին։ Որովհետև այն խոսքն որ Տիրոջից գուկա, հավատացեք շատ շատերին պետք է։ Մենք այսօր կաղոթենք բոլոր ազգերին, ցեղերի, լեզուների, բոլոր ժողովուրդների ու եկեղեցիների համար, որպեսզի ճշմարտությունը հասնի ամենքին, որպեսզի ամեն մեկը սրբության մեջ քայլեն, ամեն մեկը եկեղեցում սրբություն բերեն, իրանց կյանքերի մեջ խնդրեն որ Տիրոջ սրբությունը կա ու ամրացնեն իրանց ու Աստծո հարաբերությունները։ Արտարությունը քաղթե եկեղեցու հիմնական նպատակը ընկե որ ամեն մարդու բերե սրբության։ Մտերիմացնե Աստծո, որպեսզի լսե Աստծո ձայնը ու կատարե Աստծո կամքը։ Դրա համար ինչքան կայքեր ունեք, կխնդրեմ այս տեսանյութերը տարածեք։ Իսկ մի լսենք Արգինե քրոջը ու արդեն անցնենք շատ խորը մեկնություններ կա մեկնություններին։ Սաքուր ջան։ Հիմա Հարցդ։ ուրեմն Աստծո խոսքը համ ասում ա որ Ոզյան ձեռքը երկացեց, որտեղ նկատեց, որ շուռ ա գալիս։ Այսինքն Հենց այդտեղ է միտքը։ կարանք մենք լինենք, ինչ որ մեկին օգնելու համար, մեր կարծիքով, որ մենք պետք է օգնենք։ Այսինքն դուրս եկա, որ Աստծուն չենք վստահում։ Եթե դու քո ձեռքը երկացնում ես, որ օգնես, Աստծո եղածին ու Աստծո ներկայության մեջ, բայց Աստված ինչի է ներկայել։ Շատ ապրես։ Այո, հենց խոսքի գլխավոր միտքն էր։ Ստեղ ինչի համար այսօր այս խոսքը տվեց ինձ։ Եկեղեցու մեջ կեղնին մարդիկ, որոնք ձեր Աստված քեզի չի առաջնորդ որ օգնես։ Չէ՞։ Ես պատմեցի, վկայեցի մեր եկեղեցու մեջ ինչքան մարդիկ են, եկե որ թաքնված են եղել ու Աստված բաց է ու ցույց է տվել։ Ու 3 առաջ օրեր իմ մեկի համար որ զանգեցին ինձ պատմեցին թե ինքը ով է իրականում ու Աստված կամաց կբաց է։ Հիմստեղ ամբողջ հարցը գիտեք որն է։ Որ Աստված ինչ չափով որ կսե օգնես, այդ չափով օգնես։ Բայց հանկարծ Տերը քեզի կաշկիր է դու ձեռդ կերկրծնես, Աստված շատ ուժեղ կրնա քեզի հանդիման է։ Մի մտի այն տեղեր որտեղ որ քու տեղը չէ ու քո կարծիքով քեզի կթվա թե դու լավ բան կենես։ Ծռել է քեզ ինչ։ Քեզ ինչ։ Երբ որ քեզի քու ծառայությանդ մեջ դիք չեր մտնի։ Այսօր է մենք կրնանք մեր ձեռքը երկրծնենք մտնենք Աստծո գործերի մեջ ու շատ ուժեղ պատիժ ստանանք։ Մեր եկեղեցու մեջ քրերից մեկն էլ ուներ միշտ բնավորության քիչ որ մտնի այն տեղերը որտեղ իր տեղը չէ ու շատ ուժեղ հարված ստացավ ու անկախ են պանցես իր այդ իշքան մոտիկ է եղել Աստվածավ կդրե ու քիչ որովհետև ամեն մեկս պետք է իմանանք մեր տեղը Ինչ եղավ դիք հետևակի սխալ չէր է դիք Աստծուց առաջ ընկնել էր Ստեղից նաև ինչ կսորվինք որ Աստված մեզնից փոքր բանի մեջ հավատարմություն կպահանջի Եթե եկեղեցում լուրջ մեղքերը կողքի կտնեն տեղ կնշանակի Աստված չկա Աստված կա այն եկեղեցում որ կենտրոնանա ամենափոքր սխալի մեջ Ինչի որովհետև քիչ բանի մեջ հավատարիմը շատի մեջ էլ է հավատարիմ Քչի մեջ անիրավը շատի մեջ էլ է անիրավ Չէ Դրա համար շատ կարևոր որ մենք ամեն մեկս Միամ քննենք մեր կյանքերի մեջ ցանկացած ոլորտ Թե արդյոք ամենափոքր բանի մեջ մենք հավատարիմ ենք Արդյոք կգտնվենք այն եկեղեցում որ նոր այն ամենափոքր սխալի վրա ուշադրություն կդարձնե Չէ՞ որ մանանեխի հատը շատ փոքր բան է, բայց որ կմեծանա հսկա ծառ կդառնա։ Մեղքն էլ այդպես։ Մի անարգեք սե փոքր բաների սկիզբն, չի, որովհետև փոքր բաներից մեծ բաները կծնվին։ Դրա համար, ինձ Աստված ինչ կսորվեցնե։ Դեմից հենց տեսար, դիմացինի, սխալը կուղես ինքը չի փոխվի, մի անգամից կդրու քիչ իր այդ հարաբերություններին, որովհետև ինքը կոնկրետ անհնազանդ է։ Շատ մարդիկ ներողություն խնդրելով իրանց գործը առաջ կտանեն։ Ու այդ ներողությունը քող է երեխեք։ Ոչ թե ապաշխարություն է, այլ միջոց է, որ իրանք իրանց սխալները առաջ տանին քեզի օգտագործեն։ Իրանք չեն ապաշխարել։ Ուղղակի իրանք գիտեն որ սեցին ներողություն, դու իրանց նորից քո կյանքդ կթողնես, որ մտնին թունավորեն։
Դրա համար ես շատ հաճախ այդ ներողությունը չեմ սիրը։ Կսեմ ձնից ներողություն մի խնդրեք։ Իմ երեխեքիս էքսեմ, փոխվի ես դի կտեսնեմ։ Ես ներսով կզգամ դու ապաշխարել ես թե չէ։ Իմ երեխես կնա կանձես է մամ անձի կներես ես ինչ սխալն եմ երես եմ հենց մի դուրը փակի ու կնա։ Դու զգացած եղն երկու սխալ դես ներսով կառնեի։ Բայց կնա ինքը ինչ որ բանով զբաղվի ես եմ, գիտես ես արդեն գիտեմ որ դու ընդունել ես քո սխալդ։ Ես ներսով կզգամ դիք։ Հետո ստեղ քանի մատ էլի կարևոր բաներ կա, որոնց կուզենայի որ կենտրոնանայինք, կաշտալու ընթացքում բացվավ։ Արգինե քուրնոր կաշտար այդ ընթացքում բացվավ։ Մի հատ նորից կաշտամ ու քննարկենք շատ խորությամբ։ Դավիթը հազարապետների ու հարյուրապետների ու բոլոր իշխանների հետ խորհուրդ տարավ։ Կագնանք ստեղ։ Դավիթը ինչ երավ։ Հավաքեց հազարապետներին ու հարյուրապետներին խորհուրդ արդրեց, այսինքն տեղեր կար բդի հավաքես մարդկանց իրանց կարծիքը իմանալու համար, հազարապետներ ու հարյուրապետներ։ Տեսեք մեր եկեղեցու մեջ ես ինքս կնստիմ ցեզ հետ քննարկումներ կենեմ, չէ՞։ Երեխեք ջան, շատ ձեր կարծիքները արդայդեք։ Ես կտեսնեմ որ որովհետև ստեղ կան մարդիկ ցանկացած հարցի մեջ տեսեք, եկեղեցում մեր Աստվածը չի քիչ քանակ կպա է։ Խորհուրդ կպա է։ Ես ցեզ հետ շատ հաճախ ինչ կենեմ, կզանգեմ ու կկիսվեմ։ Երեխեք, օրինակսիկ բեսեղը ու ամեն մեկը ձեր կարծիքը կարտահայտեք։ Հազարապետներ ու հարյուրապետներ են եղել, որ այն ժամանակում Դավիթ թագավոր ինչ երեց։ Սիգմիադը բանաձև է, հավաքեց խորհուրդ։ Եթե չկան այդպես հասակով մարդիկ, կրնակ ուղղակի Աստծո հետ մտնիկ խորհրդի մեջ, բայց եթե կան համապատասխան տիրոջից ընտրված մարդիկ, կրնանք ուղղակի վերցնենք ու Աստծո։ Օրինակ, ես հարցեր կար, Աստված ինձ ցույց կտա, որ հարցում հետ պետք է խոսամ։ Դիլիտի հետ պետք է խոսամ, Արգինի հետ պետք է խոսամ, թե Սոֆիկ քրոջ հետ։ Ամեն մեկին ցույց կտա, կամ մյուս քրոջ հետ, կամ Ռոզա քրոջ հետ եւ այլն։ Կամ Անուշ քրոջ հետ, հասկնաք։ Դու դիգե տիրոջից առնես, որովհետև Աստված գիտե ով է խոսքի շինարար, ով է բժիշկ, ով է ադամնապուշ, ամեն մեկի կանչը փոխհարաբերական մաստով տարբեր է։ Այսինքն դու տիրոջից առնես թե այդ պահին հարցի պատասխան Տերը ում միջոցով քեզի կուտա։ Սկանը պարզ էր, առաջ գնացինք։ Դավիթը բոլոր Իսրայելի ժողովրդին ասավ. եթե ցեզի հաջող երևա, այս բանը մեր Տեր Աստծուց է։ Իսրայելի բոլոր երկիների մեջ մնացած մեր եղբայրները նրանց հետ քահանաներին ու ղևտացիներին իրենց քաղաքներն ու արվարձանները մարդ խրգենք, որբիսի մեր քով հավաքվի, եւ մեր Աստծո տաբանակը մեր քով փոխադրենք, քանի որ Սավուղի օրերը նրան զանց առինք։ Ստեղ ինչ տեղի ունեցավ։ Սիկ նոր հենց նոր բացեց Տերը։ Ինք ինչ կսե, եթե Աստծուց է, նաև թող ձեր հավանություն եղնես հարցի մեջ, որ սպես ենք։ Եթե Աստծուց է, սպես ենք, արեք հավանությունը։ Սաղը հավաքվին, տաբանակը բերենք մեր մոտ։ Ուրեմն նաև Աստված ինչ որ կսե երեխեք, մարդկանց էլ հավանություն կուտա։ Ստեղ ես ես խոսք առա։ Հասկնաք։ Մի նայեք ես ասեցի, չէ, ես մեր քրոջ հետ կապված, որ նոր իր էությունը թաքցրել էր, իր տատիկ պապիկ ինձ անգեցին, պատմեցին, խոսք տվա, որ իրան հեռացրու, որովհետև ինքը կվնաս, ինքը չի փոխվի, ինքը եկել որ սաղիդ փոխե։ Ստեղ ինչ սավ։ Աստվածաշնչի մեջ խոսքը տվեց հաստատություն։ Ոչ թե խմբով հավաքեց ինձի, այլ Աստվածաշնչի խմբի կարծիք արդեն միանգամից կողքս տես։ Նա ինչ տեղ ունեցավ։ Դու իրան սելեիր, ինքը չլսեց, ուրեմն ես ինչ երեցի ոյզային, մեկից հեռացրի, կյանքից հեռացրեց։ Բան նոր կսե առաջնորդը, դի կեղնի տան առաջնորդը, ծնողը, կամ եւ այլն, ու դիմացինը չի լսե, դու դի կոնկրետ հենց սկզբից պատիժը ղրկես, որովհետև եթե դու դեմից չպաջեցիր, դիք պիտի մեծնա, մյուսներն էլ պիտի տեսնին ու սաղը այդ մեղքը ենեն։ Հասկնաք ինչ կսեմ։ Դրա համար Աստված մեզի ինչ կսորվծնե։ Դեմից քայլեր առ համապատասխան, որովհետև ինչքան լռեցիր, այդքան կմեծծնես մոլախոդը։ Մոլախոդը ինչքան ժամանակ կաճվի, ինչքան երբ որ մոլախոդը արմադախիլ չեղավ։ Եղավ երեխեք ջան։ Так, մի մոմենտում
Շարունակությունը։ Տեսակ, չէ, այսինքն հաշվի առավ բոլորի կարծիքը։ Մի նայենք ինչ եղավ։ Ու բոլոր ժողովուրդը հաջություն տվավ։ Ինչ եղավ։ Սա աղա հավանություն կուտան այդ գաղափարին։ Քանի որ այս խոսքը բոլոր ժողովրդի արջին ուղիղ երևաց։ Նայ, բոլորի աչքին ուղիղ է երևացել։ Ինչքան միաբանություն է եղել։ Ու գիտեք ինչ, ում աչքին ճիշտը հաջող երևա, երեխեք, ով որ միաբանություն ունի տիրոջ հետ։ Պատկերացրու այդքան ժողովուրդ նոր բաներ, ուրեմն միաբանություն է ունեցել տիրոջ կամքի հետ։ Հասկանաք, ինչ կսեմ, երեխեք։ Այն ժամանակ էլի շատ էին։ Աստուն հաճելի, ու գիտեք ինչի էին շատ, որովհետև, երեխեք, Աստված շատ ուժեղ պատիժը կղրկեր, մեկից կպատժեր։ Այդ օր համար մարդիկ վախից կաբաշխարային ու դարձի կուկային։ Այսօր պատիժ չկա, դոր համար անառակությունը, ամբարշտությունը սկսել է օրեցօր շատանալ։ Բայց ես կզգամ, որ հիմի այս վերջի օրերի մեջ շատ ուժեղ Աստված պատիժ կղրկեր։ Կոնկրետ մեր եկեղեցում էստիկ շատ եմ տեսել։ Խոսքը կուկա, պատիժը կուկա, խոսքը կուկա, պատիժը կուկա։ Ես դի կտեսեմ։ Չեն հնազանդվի, մեկից պատիժը կուկա։ Շարունակությունը։ Եվ Դավիթը Եգիպտոսի Սիովրից մինչև Եմաթի մուտքը բոլոր Իսրայելը հավաքեց Աստծո տաբանակը Կարիաթարմից բերելու համար։ Կարիաթարեմեն բերելու համար։ Դավիթը բոլոր Իսրայելի հետ բաղ, այսինքն Հուդայի Կարիաթարիմը գնաց, որպեսզի նրանից քերովբեների վրա նստող Եհովա Աստծո տաբանակը փոխադրե։ Աստծո տաբանակը Աբինադաբի տնից վերցնելով նոր սայլի վրա դրին և Ոզյան ու Աքիովը այդ սայլը կվարեին։ Իրանք պարզապես սայլն են վարել։ Եվ Դավիթը ու բոլոր Իսրայելը բոլոր ուժով Աստծու առջև կխաղային օրհնությունով, քնարով, տավեղով, թմբուկով, ծնծղանով ու փողերով։ Երբ Քիդրոնի կալը եկան, Ոզյան իր ձեռքը երկրծրեց, որպեսզի տաբանակը բռնե, քանի որ եզները նրան ծռել էին։ Հիմա պատկերացրեք, եզները ծռել էին, ինքը մարդը, օրինակ անմեղ քայլ է, բարի քայլ է, ուզեցել է օգնել։ Իջելով տաբանակը ուղղ է։ Տիրոջ բարգությունը Ոզյայի դեմ փորփոփվեցավ ու ձեռքը տաբանակին երկրծնելու համար զարկեց նրան։ Նահոն Աստծո առջև մեռավ։ Ստեղ ինչի ինչ կխոսացվի։ Աշխատի, ընձնից բարի չեղնիս։ Աշխատի, ընձնից լավը չեղնիս։ Եթե կարգ ու կանոն է դրած, որ դու պետք է խոսքի տաբանակին ընդհանրապես չդիպչիս, մտի կարգ ու կանոնի մեջ։ Քու գործդ չէ։ Ու Աստված թույլ էր տվել որ տաբանակը ծռեր։ Ու գիտեք ինչի։ Որպեսզի Աստված տեսներ թե ով կմտնի նա հնազանդության մեջ։ Շատ բաներ Աստված թույլ կուտա մեր կյանքում, որ տեսնի մենք մինչև վերջ իրան կհնազանդվենք, թե չէ։ Տաբանակը շատերիս կյանքում կտեսնենք, որ ծռել է։ Մարդկայնորեն մի փորձ է օգնել այն քրոջը, այն աղբորը, որին որ Տերը քեզի չի պատվիրել, կամ այն մարդուն։ Շատ մուրասկաններ օրինակ կրնա պատի տակը նստին ու դու չգիտենաս ինչի համար փող քաղաքեն։ Աստված քեզ կարգել է կեշտած դու կօգնես։ Ու գիտես ինչի չես հասկնա Տիրոջ կամքը, որովհետև անգաժները լսելու համար չէ, օղ կախելու համար է։ Եթե լսելու համար եղներ, մի պահամ կկանգնեիր, կսեիր Տեր ջան, այս մարդուն օգնեմ թե չէ։ Այս քրոջը օգնեմ թե չէ։ Ու Տերը սպասեիր պատասխաներ։ Հիմա քսես ինչը հասկանամ Տիրոջից է թե չէ, ես օրինակ սպես կեմ։ Տեր ջան, եթե կուզես որ ես ինչ մարդուն ես օգնեմ, դու ինձի վերցրա ու տար։ Դու չես էշտա, դու կվազես։ Կամ ենքակ վերցնու ճամպես փոխեգա։ Այն որ ուզենամ եդե նայեմ չեմ կրնա, ասպես վերցնեմ վազը ծնելով կտան ինտեղ որտեղ որ ինձի կտեսնի։ Ու եթե Աստված ինձ ինչ որ տեղ չի տեսնի, ինքը իմ դեմս հազարատ պատ կշարի։ Այսինքն Տերը պատասխան է մեր աղոթքներին։ Մենք պարզապես պետք է սպասենք։ Այնքան սպասենք, մինչև Տիրոջ պատասխան լսենք, նոր առաջ ընտանանք։ Պարզ էր սկանը։ Շարունակենք։ Եվ Դավիթը տրտմեցավ, քանի որ Տերը հարվածով
Ոզյան զարգեց ու այն տեղի անունը մինչև այսօր Փարես Ոզյակ կոչվի։ Դավիթը այն օրը Աստծուց վախեցավ ու ասավ. Աստծո տապանակը ինչպես քովս բերեմ։ Մի նայեք, ինչի համար Ոզյային պատժեց Աստված։ Ոզյային պատժեց։ Որ սաղը վախենային, Դավիթ նոր վախեցավ, մյուսները չեն վախենա։ Որ հասկանան որ Աստված ծաղր չի եղնի։ Այսօր շատերի կյանքերի վրա պատիժը կուկա չեն հասկանա, իրանց արարքների հետևանքներն է։ Քսենը բուր Աստված, որ Աստվածեղներ միսոր պատիժը կուտար։ Երեխեք, Աստված ամեն ինչ կենը ճիշտ ժամանակի մեջ։ Պատժեց ոչ մենակ Դավիթը։ Բոլոր ներկաները վախեցան։ Պարզապես տեղ Դավիթին ինչի կփնուտագրե, որովհետև Դավիթ իր մոտ կուզեր տաներ տապանակը։ Նաև Դավիթին է զգուշացրեց։ Սա տապանակը, սա եսի մոտս չեմ բերել, վախեցավ, իր մոտ կուզեր տաներ։ Ինքը իր մոտ չտարավ։ Այսինքն, եկեղեցում պատիժը շատ հաճախ Աստված ինչի կբեր, որ մյուսներն է վախենան, հասկանան, որ Աստծո խոսքը, եթե կուկա, ուրեմն պիտի կիրառես, չէ՞, պատժվիսկը։ Այսպես եկեղեցին սուրբ կմնա, այսպես եկեղեցին մաքուր կմնա, այսպես եկեղեցու մեջ միաբանություն կուկա։ Որ կնայես ինչ է, մի հատ տաբանակ է ուղղե։ Այսպես մարդկանց ես կտեսնեմ եկեղեցուց որ կանե, չէ, իշքան է տվյալ մարդը մեղքեր է գործե։ Կնայես, բա ինչի հնարավորություն չեն տա որ մարդիկ փոխվին։ Իսկ ավելի ճիշտ չի եղնի, ինչի աննակուր հնարավորություն չես տար, այս մարդիկ փոխեն մեզի, փճացնեն նորեշ տան էլի։ Հոդած միս նոր տունդ կախես։ Երկար ժամանակ հոդը կկտրի, թե հոդից մարդիկ խեղտին կեշտան։ Մեղքը հոդած մսի պես է։ Պիտի հանես ու այդ հոդած միսը թաբլես։ Որ ոչ թե մարդիկ խեղտին էշտան, այլ այդ միսը թապելու է։ Եթե տվյալ մարդիկ չեն փոխվի, հենց առաջի քայլից կերևա, հենց առաջի քայլից։ Ինչի Ոզյան չսեց, հիմի կզգուշացնեմ։ Հետո նոր կպաճեմ։ Ինչի Ադամին ու Եվային չսավ, լավ ես անգամ կներեմ, հետո նոր կպաճեմ։ Մեկից, ինչի Ղովտի կնոջը չներեց մեկից պատժեց, աղե արցան տարավ, որովհետև խոսքը հնազանդվելու համար է, խոսքը լսելու համար է։ Չես լսե, կպատժվիս։ Դիգնձի կվերաբերվի, քեզի կվերաբերվի, բոլորիդ կվերաբերվի։ Աստծո խոսքին շատ լուրջ պիտի մոտենաք։ Այսօր շատերը դժոխքի մեջ են չի են, որովհետև շատերին կթված է, Աստված ուղղակի խոսա, բայց կները ինքը երկայն ամիդ է, ինքը ողորմած է, ինքը սիրող է, շատ եմ լսե, այս խոսքերը, ինքը ներող է, բայց լսել ես որ Աստված նաև մեղավորին անպատիժ չի թողնի։ Լսել ես որ Աստված իր խոսքը իրանից բարձր կտասը։ Լսել ես որ Հիսուսը Աստծո խոսքի համեմատ խաչվավ։ Այսինքն, ինչ կհասկանանք ստեղից։ Այո, ողորմած է, ներող է, սիրող է Աստված, բայց ով որ կապաշխարը փոխվի։ Կսե Դավիթը տաբանակ իր քով, Դավիթի քաղաքը չբերավ, հաբա նրան գեթացի Աբդեդոմին տունը դարձրեց։ Ուրդեղ որ եղել է, ընդեղ է տար երեխեք։ Ինքը կուզեր երևի ինքնակլուխ տաներ իր տունը, բայց ինքը տարավ դարձրեց ընդեղ ուրդեղ որ եղել էր։ Այսինքն նույնիսկ թակավոր եղնելով հանդերձ դու իրավունք չունիս Աստծուց առաջ ընկնելու։ Ով որ Աստծուց առաջ կգնի շատ ուժեղ հարվածներ կընդունի։ Դրա համար գիտեք ինչքան կարևոր է, որ մեր խոսքը լսենք ու կիրառենք։ Շատ կարևոր է։ Աստծո տաբանակը Աբդոնի տան մեջ 3 ամիս մնաց ու Տերը Աբիդոմի տունն ու նրա բոլոր ստացվածքը օրհնեց։ Ուրդեղ հաջություն կա, ընդեղ Տիրոջ օրհնությունը կա։ Հասկացաք, ինչքան կարևոր է։
Տիրոջ հաջությունը կար, որ ընդեղ պտեղներ, ընդեղ օրհնություն դերներ։ Հնչի քո կյանքիդ վրա անեց կուկա, հարևաններին մեղավոր ման մի արի, եկեղեցուն ման մի արի, քո մեջդ ման արի։ Ուրեմն դու տիրոջ հաջության մեջ չես։ Դու համար է օրհնված չես։ Ուրդեղ կա տիրոջ հաջությունը, ընդեղ կա տիրոջ օրհնությունը։ Սիրելիներ, սկանը այսօր ինչ որ Տերը սփացեց, այս պահին ու դորից առաջ, որ նոր ուզեցած ես այդ կիսվեի, նորից սկսեմ, կիսվեք շատերի հետ։ Շատ շատերի հետ կիսվեք։ Մարդիկ թող հասկանան, որ Աստված ծաղր չի եղնի։ Այն եկեղեցին ուրդեղ մեղքը անլուրջ կվերաբերվին, հիշեք, այդտեղ Տերը չկա այդ եկեղեցու մեջ։ Մեղքին չի կարելի անլուրջ վերաբերվել։ Աստվածաշնչի բոլոր ժամանակների մեջ կտեսնես 5 կդակարանից նոր կդակարան։ Բոլոր տեղերին Աստված լուրջ է վերաբերվել մեղքին։ Դավիթ թագավորն որ մեղք գործեց, երեխեն մեռավ։ Նոր կդակարանից կացնենք։ Անանյան ու Սապֆիրան խապեցին, մի հատ սդի համար, մեռան համ մարդը, համ կինը։ Բոլոր ժամանակներում Աստված մեղավորին անպատիժ չի թողել։ Այդ օր համար այսօր շատ շատերը 1000-ից մեկը կփրկվին։ Իսկ 999-ը դժոխք կեշտա։ Դիք ես վկայություն եմ լսել, որ 1000-ից մեկը կփրկվի։ Դոր համար, սիրելիներ, հենց այս պահին այսօր Տերը քեզ հետ կխոսա ու կսա ապաշխարե։ Լուրջ մոտեցի իմ խոսքից։ Կսե շատ հանդիմանված մարդու պարանոցը հանկարծ կկոդրվի ու բժշկություն չի ունենա։ Պատիժը միանգամից կուկա, չեք հասցնել հեշտան ենեք։ Սկանը սիրելիներ, եթե հարցեր ունիք, հեռախոսամարս գրեք, մեկ էր հարցրե չկդա մեկնությունների մեջ, որ համարս տայի նայեցի այսօր։ +374 98 95 0071 Թող զանգեն այն մարդիկ, ընձի, ովքերոր տիրոջը կփնտրեն ու կուզեն որ փոխվին ու սուրբ կյանքով ապրին։ Մենակ այդ մարդիկ թող զանգեն։ Ես մնացած զանգերին ներսով կզգամ ու չեմ երկրցնել, չեմ խոսա, որովհետև մի ժամանակը շատ կարճ է։ Ես կաշխատեմ իմ ժամանակս տրամադրեմ այն մարդկանց վրա, որոնք որ մեղավորներ են ու կուզեմ փոխվին։ Սկանը սիրելիներ, լավ մնացեք, բոլորիդ շատ կսիրեմ ու իմ ամենամեծ նվերս ձեր կողմից ունիկ է, երբ որ դուք ապրիք սուրբ կյանքով ու շատ շատերը փոխվին, ապաշխարեն ու փրկություն ունենան։ Դորից մեծ նվեր դուք ընձի չեք կրնայնեք, հավատացեք։ Երբ որ ես կտեսնիմ, որ այն խոսքը, որ նոր տիրոջից ձեզի կփոխանցեմ, բդուխ կուդա, որ Պողոսիս նման կվախենամ, որ պարապ տեղը սկան տարիներ ձեր վրա աշխատած չեղնեմ։ Սկանը սիրելիներ, լավ մնացեք։